Բարի լույս սիրելիներս, այսօր սկսում ենք Հովհաննես Առաքյալի ընդհանրական երկրորդ նամակը։ Երիցս ընտրյալ տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտությամբ, և ոչ թե միայն ես, այլ նաև բոլոր նրանք, որոնք գիտակ են ճշմարտությանը, որովհետև այն ճշմարտությունը, որ հաստատված է մեր մեջ, ձեզ հետ էլ է, և դուք հավիտենապես մեզ հետ եք։ Տիրուհի հունարեն կյուրիա բառն է, սիրելիներ, որ նշանակում է տիկին։ Սա կարող է վերաբերել և անձի, և եկեղեցու։ Եվ քանի որ եկեղեցին Քրիստոսի հարցն է, առաքյալի այս նամակը ուղղված է եկեղեցյան կամ որևէ համայնքի կամ անձերի, ովքեր ճշմարտապես հավատքի մեջ են և ճանաչում են Հիսուս Քրիստոսին։ Շատ մեկնիչներ ասում են երանելի տիրուհի խոսքը վերաբերում նաև Մարիամ Աստվածածնին, ով որի շուրջ հավաքված մարդիկ ուներ և խոսում էր Հիսուսի կյանքի մասին և նրանց մխիթարում էր հավիտենական կյանքի հույսով։ Հիսուսն ինքն է ասում, եթե դուք հաստատուն մնաք իմ ուսուցումների մեջ, կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կբնակվի ձեր մեջ և ձեզ կառաջնորդի դեպի փրկություն։ Ճշմարտությունը որևէ վերացական երևույթ չէ, այլ այն մի բան է, որ կարող ես ունենալ քո սրտի մեջ, ուրեմն հետևաբար ճշմարտություն և ճշմարիտը Հիսուս Քրիստոս ինքն է։ Պողոս առաքյալն էլ ասում է Եփեսացիս նամակի մեջ, որ մենք լսել ենք, որ ճշմարտությունը Հիսուսի մեջ է, ով որ ունի Հիսուս իր կյանքի մեջ, նա նաև ճշմարտությունն ունի մեջ, և նա կարող է հաղթել վարուն։ Տեսեք, ասում է, ես սիրում եմ, և բոլոր նրանք, ովքեր հասու են ճշմարտությանը, սիրում են ձեզ։ Ճշմարտությունը ոչ միայն խոսքով, գործով պիտի լինի, այլև հավատարմությամբ պիտի լինի, և այդ ճշմարտությունը Հիսուս Քրիստոս ինքն է, որ գալիս ու բնակվում է մեր մեջ։ Մի օր հայրը իր զավակին ասում է. գիտես տղաս, ինչու է աշխարհում չարը շատ, որովհետև անդադար ակտիվորեն մարդիկ նրան ֆինանսավորում են, իսկ բարին ասում է գոյատևում է մարդու խղճի, արդարադատության և ճշմարտության միջոցով։ Բայց գիտես ինչու է չարը վերջում պարտվում, որովհետև մի օր փողերը վերջանում են, բայց մարդու խիղճը, արդարադատությունը և ճշմարտությունը հավիտյան են։ Ուրեմն Քրիստոս ինքը հավիտյան է այս աշխարհի մեջ։ Ինչքան էլ չարը մեր կյանքի մեջ, շատանա, ինչքան էլ չար օրերից մի օր փորձի ուզենա մեզ հաղթել, միշտ հիշեք, որ նա անզոր է ճշմարտության առջև, որովհետև ճշմարտությունը Հիսուս Քրիստոս ինքը ամեն օր ներկա է մեր կյանքի մեջ։ Նա ասում է. ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը, որում եթե դու Քրիստոս ունես քո կյանքի մեջ, դու գործով, սիրով կարող ունես այնպես անել, որպեսզի ճշմարտությունը հավիտենական հաղթանակ տանի, և դու էլ հաղթանակած Քրիստոսի հետ հաղթանակած մտնես երկնքի արքայություն և հավիտյան մնաս այդ ճշմարտության մեջ։